Երևի կհիշեք, որ ամիսներ առաջ Խոպանի ժամանած հայտնի օլիգարխ ընդդիմադիրի փաստաբանը հայտարարեց, որ բոլոր ուղղություններով հարձակվելու են Հայաստանի վրա եւ հիմա նրանք գործնականում իրականացում են այդ խոստումը։ Ակնհայտ է, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանի վրա հարձակվելու համար կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնից ծնվող այս շրջանակներին տրված էր հարձակման հրաման եւ Հայաստանի վրա հաճախողներն արդեն հաճոսները լսվում են ոչ միայն Հայաստանի ներսից, այլև օվկիանոսից այն կողմ։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք դարձած այս շրջանակները մեկ հրահանգով, սինխրոն, մեկը մյուսին հերթ չտալով գրեթե նույն օրերին սկսեցին հարցազրույցներ տալ իրենց անձնական օգտագործման քարոզչամիջոցներով, իսկ մի մասն էլ Հայաստանում աշխատած միլիոններով հորդվածներ ու հարցազրույցներ պատվիրեցին հենց Հայաստանի դեմ։ Եթե ընդհանրացնելու լինենք այս բոլոր հարցազրույցների բովանդակությունը, կարելի է բնութագրել ընդամենը մեկ նախադասությամբ՝ իրադարձությունների խեղաթյուրում եւ սուտ մատնություն Հայաստանի դեմ։ Հայաստանի դեմ գործ տալու հարցում չեմպիոն դարձած Քոչարյանի վերջին հարցազրույցը լսելիս, եթե մի պահ մոռանանք, թե ով է խոսում, ապա միանգամից մեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ գործ ունենք ադրբեջանական պետական քարոզչամեքենա ներկայացնող ինչ-որ փորձագետ պրոպագանդիստի հետ, ով առաջ է մղում ադրբեջանական թեզերն ու նարատիվները։